Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, նախորդին, երբ մենք ոգեկոչում էինք, հիշատակում էինք Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, էլի խոսում էինք մարդկության դեմ այդ հանցագործության մասին եւ այլն։ Իհարկե, չգիտեմ, գուցե մենք ենք արդեն սովորել դրան, շատ հաճախ այսպիսի իրադարձությունները, այսինքն իրադարձությունները, որոնց իրենց մեջ մեծ հուզականություն են պարունակում, դառնում են տարբեր քաղաքական շահարկումների կամ քաղաքական դիվիդենտներ հավաքելու հնարավորություն կամ օրակարգ կամ առիթ, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ, հետևելով նախորդին տեղի ունեցածների, նույն օրինակ Թեհրանում տեղի ունեցածին, նույն Ծիծեռնակաբերդի բարձունքում, հա, Մանսուրյանի հետ իրավիճակին, մեր եզրահանգումները ի վերջո որոնք են, հա, մենք ինչ ենք անում, ինչ ենք ուզում։ Ես ներողություն եմ խնդրում, եթե մի փոքր անցյալ կփորձեմ գնալ։ Գիտեք, երբ սովետական իշխանություններ անշուշտ իրենց քարոզչական նկատառումներով այստեղ տարածում էին, որ նույնիսկ ապրիլի 24-ին դաշնակցականները, հնչակյանները եւ ռամկավարներն առանձին սգահանդեսներ են անում, որպեսզի միմյանց չհանդիպեն։ Բնականաբար համայնքային ավելի ցածր կարգավիճակ է, քան պետականը։ Պետականն անզուգական է, անհամեմատելի է։ Մեզ չհաջողվեց 30 տարվա ընթացքում այնտեղ դրսում մեր համայնքներում միասնություն ապահովել։ Ուղիղ հակառակը մենք դեգրադացվեցինք։ Հիմա Հայաստանը դարձել է դժբախտաբար նույնիսկ այդ ամենավտանգավոր մեզ համար ամենասրբազան խորհելու օրը անգամ մենք աղբարիզացվեցինք։ Կոպիտ բառ ասացի, բայց այդպես մենք սփյուռք դարձանք։ Եվ ամենևին պատահական չէ, որ այստեղ կամ առանձին բանակներից են բաղկացած հասարակության բեկորները, կամ ասենք ինձ նման ներքին էմիգրանտներ են, որոնք ապրելով հայրենի հողի վրա որևէ օրգանական միասնություն չեն տեսնում պետության տարբեր բաղկացուցիչների եւ հասարակության տարբեր բաղկացուցիչների հետ։ Սա ողբերգություն է եւ սրա դեմն առնելը պետք եւ առաջինը դրա դեմը արտավոր է առնել դրա համար է կոչված իշխանությունը, որովհետեւ ինքն ունի ուժը, ինքը պիտի ավելի մեծահոգի, լայնախոհ եւ ողջախոհ լինի եւ շատ ավելի հանդարտ լինի եւ ոչ թե սուրճոճ, իսկ նրան բորբոքողները մենք գիտենք որտեղից են, նրանց ծագումնաբանությունը հասկանում են կոմունիստական, ռուսական այսօր հանձնարարություններ կատարողներ, որոնք որքան վատ, որքան քաոսային վիճակ, այնքան լավ իրենց համար, իրենք պիտի այդպես անեն, բայց մերոնք պիտի դուրս չտան, իսկ ժողովուրդն այստեղ բացարձակապես մեղավոր չէ, որովհետև ինքը միայն ընդօրինակող օրգանիզմ է, ինքը առաջնորդների հետևից գնացող օրգանիզմ է, եւ քանի որ առաջնորդները դերասան են բոլոր տիպի ընդդիմություն, իշխանություն, հա, ովքեր որ հանրային առավել եւս քաղաքական դրոշակագրի առաքելություն ունեն, իրենք փոխադարձ ապելություն են սերմանում դարձյալ վստահ են դրսի հանձնարարությամբ, ժողովուրդը հետևից այդպես մասնատված գնում է, մեր հասարակությունը այսօր ատոմիզացված է եւ դա շատ վտանգավոր է, եւ եթե այդ ատոմիզացիան չի հաջողվում հաղթահարել նույնիսկ ապրիլի 24-ի նման երկյուղացության խորհելու օրը, ուրեմն շատ մշուշոտ է մեր ազգի ապագան արդեն։ Մենք ներսից ենք փտում, արդեն որպես ազգ ենք փտում, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում։ Տեսեք, օրինակ նույն Թեհրանում տեղի ունեցած միջադեպի մասով մենք այսօր տեսակապ ունեցանք, այնտեղ փորձում ենք հասկանալի վերջո ինչ է տեղի ունեցել։ Նախ այդտեղից նշում են, որ օրինակ նույն դաշնակցական կուսակցությանը պետք է առանձնացնել, հասել ենք այնպիսի իրավիճակի, որ պետք է հստակ այդ գիծը սահմանել, հա, ինչ վերաբերում էր իրանական համայնքի ներկայացուցիչների խոսքին, որովհետև նախ ասում են դա ասոցացնել համայնքի հետ առաջին հերթին սխալ է, որովհետև դրանք ինչ-որ տարատեսակ քաղաքական նպատակներ հետապնդող ուժերի կողմից են իրականացվում, բայց ով ուզում է անի, ինչ ուզում է անի,
ինչու չի ստացվում, գուցե այդտեղ կա միտում դրա համար, քննադատել իշխանությանը, վարկաբեկել, մեղադրել ամեն ինչի մեջ ինչ հնարավոր է։ Իհարկե, որքան կարելի է եւ որքան դրա տեղը կա, խնդիր չկա այստեղ։ Բայց ոչ պետությանը, հա, պետությանը չվարկաբեկել, պետությունը չարժե զրկել, պետությունը չփչացնել, պետությունը չհեղինակազրկել։ Այս սահմանը կա ի վերջո, թե չկա, այս սահմանը այնքան նուրբ է, որ մենք այսպես առանց նկատելու անցնում ենք, թե այնուամենայնիվ այս ամեն ինչի մեջ կա միտում, հա, որովհետեւ էլի մի կողմից մենք խոսում ենք պետության եւ իշխանության չնույնականացման անհրաժեշտության մասին, մի կողմից մեր գործողություններով իշխանության դեմ տեղին անտեղին դա չի հարցը։ Մենք նույնացնում ենք պետության հետ։ Դուք երկու սահմանների մասին խոսեցիք, ես կուզենայի, որ այդտեղ էլ սահման քաշենք, դրանց առանձին բաներն էլ հասկանանք։ Այո, կուսակցական սահմանազատումներ կարող են լինել եւ պետք է լինեն։ Եվ գաղափարի հենքի վրա պետք է լինեն։ Ես մի սահմանազատման հետ համամիտ եմ, իհարկե, բայց երբեք չի կարելի կուսակցականությամբ սահման քաշել եւ ասել մենք եւ դուք։ Մենք եւ դուքը, ես եւ ուրիշը, մենք եւ օտարը միայն ոչ հայկականության հետ է հնարավոր եւ անհրաժեշտ սահման զատել։ Եթե ներսում եղավ, ներսից բաժանարար գծել եղան, մենք կնմանվենք ավետարանում Հիսուսի ասած են խոսքին, թե միտում, որ ինքն իր մեջ կիսված է, նա չի կարող կանգուն մնալ, հա։ Մենք հիմա այդ կիսումն անում, շարունակում ենք անել, ինչը ժամանակին սովետական KGB-ն անում էր։ Եթե դուք մեր իրանահայ գաղութի, որում էր ամենաչքնավ գաղութներից մեկն է եղել, Մերձավոր Արևելքում լավագույնը պահպանված գաղութներից մեկը, արդեն մի քանի 100 տարվա, այնտեղ էլ ժամանակին էջմիածնական թե անտիլիասական կռիվը դրված էր։ Եթե ինչ որ կերպ կարելի էր դա հասկանալ, այն ժամանակ, որովհետև սովետական միություն էր, չկար քարտեզի վրա Հայաստան բառը գրված, այլ SSSR էր գրված, ապա հիմա չէ որ Հայաստանի Հանրապետություն կա, մենք իրավունք չունենք այդ բաժանարարությունը տանելու։ Լավ, ընդունենք, թե ժողովրդի հույզերի վրա խաղացին այնտեղ որոշ վայ կուսակցական գործիչներ, իրենց քաղաքական երևակայող, մանավանդ որ ավելին ակնկալել պետք էլ չէ, որովհետև մի քիչ ուրիշ բան է համայնքում լինելը, համայնքային մտածողություն ունենալը, որտեղ հույզերն ավելի գժգռված են, ավելի զգայուն են, մի ուրիշ բան է պետության քաղաքացի լինելը, այսինքն մեզանից է պետք ակնկալել այդ ողջախոհությունը ընդառաջ քայլն անելը եւ ոչ թե այնտեղից, բայց կրկնեմ, մեզ մոտ աղբարիզացիա գնացել է, մենք իջանք այդ համայնքային մակարդակի դարձանք, նույնիսկ պետություն, հայրենիք, չենք ընտանիք, հա, վարչապետը դեռևս երբ համաժողովրդական սեր էր վայելում, այդ ժամանակ էր ասում, չէ, սա իմ ընտանիքն է, պետությունը, այդ վատ կարգախոսերը միշտ են ծիլերն են, որոնք մենք այսօր պիտի հնձենք եւ Աստված չանի վաղը կաշկուտ հնձենք մենք։ Եվ հետո սահմանը որ կողմ, օրինակ ինձ ինչ կառաջարկեք, ես որ կողմ կանգնեմ, արդյոք ես մի փոքր ավելի դրական բան կարող եմ տեսնել, որքան էլ ուզենամ, իմ պետությունը ներկայացնող իշխանության մեջ, չէ՞ որ իշխանության բարձրագույն մարմինը կամ դրա հավակնությունն ունեցողը մեր վարչապետն է, մուրճը ձեռքին գոռում նախընտրական ժամանակ պողպատե, հա պողպատե մանդատ, այո մանդատ ուզում եւ մուրճը ճոճում եւ այդ նույն պետությունը երեկվա ներկայացնողներին փողոցային հայհոյանքներ տալիս հրապարակային, բա ինչ ենք ուզում մեր ժողովրդից կամ համայնքի բնակիչներից, որոնք ատամներով իրենց ազգային պատկանելությունը արդեն քանի 100 տարի է կարողանում են պահել։ Մենք կազմաքանդված վիճակում ենք, որպես ազգային օրգանիզմ ենք կազմաքանդված, Աստված չանի, որ այդ կազմաքանդվածությունը իր քրիտիկական նվազագույն շեմին հասնի նաև Հայաստանում, այլապես հետդարձի ճանապարհ մենք չենք ունենա, մենք պետություն ենք տալու այսպիսի մտածողությամբ։ Տեսեք, մի մասը ջահերով երթի կողմնակից էր, մյուս մասը հայհոյում էր ջահերով երթ կազմակերպողներին կամ երթանողներին, ես հպարտ եմ ճիշտ ասած ջահերով երթի համար, բայց ամենևին չեմ կարող ցավ չզգալ, որ
դրոշը եթե Բեյրութում է վառվում, Մոսկվայում է վառվում, օտար երկրի թշնամի երկրի մեզ վատություն արած երկրի, դա լրիվ ուրիշ բան է։ Մի բան է, որ մենք մեր ամբողջ եռանդը, մեր ամբողջ ներքին ավյունը պարպում ենք Երևանում դրոշ վառելու վրա։ Գնացեք մեծ առուստներին ասեք, որ գնան թուրքական ու ադրբեջանական դրոշների ֆիրմա դնեն, արտադրեն ու ծախեն դրանց վրա։ Դա հասկանում եք, դա պետական ազգին վայել բան չէ։ Դա համայնքային ազգին է վայել, կամ քայքայումից դեպի պետություն գնացող ազգին է վայել, կամ դեպի քայքայում գնացող, այ մենք դեպի քայքայում գնացողն ենք, չէ՞ որ մենք հիմա պետություն ենք։ Մենք չենք էլ նույնիսկ մինչև վերջ գիտակցել, թե ինչ աստվածընծաբան կա մեր ձեռքին, պետականություն կա, ուրիշները երազել են, հազարամյակներով են երազել, ուրիշները մեզանից թվականակով տասնապատիկ ավելին են, բայց չունեն իրենց պետությունը, մեզ հիմա տրված է դա, մենք փոխանակ բուրգուրանք, մենք ներսում փորձում ենք իրար հոշոտել, արդյոք իրար հոշոտելը ազգային ծրագրի մաս կարող է կազմել, թե դա կկազմեր, օրինակ ասենք Թալյաթի Էնվերի ծրագրի մաս։ Մենք հենց հիմա երկու կողմից եւ առաջին պատասխանատուն իշխանությունները, որովհետեւ կրկնեմ, իրենք են ուժին տիրապետող, իրենք են պարտավոր մի փոքր ընկրկել, մի փոքր ավելի լայնախոհ բռնումով մոտեցողը լինել, իրականացնում են ըստ էության բոլորը միասին վերցրած Թալյաթի երազանքը։ Մենք սեփական երազանք չունենք, որովհետև երազանքից ծնվում են առասպելներ, ինչպես օրինակ Ադրբեջանում է հիմա ծնվում, ես դրանից եմ սոսկում, իսկ մենք առասպելասպան ենք դառնում։ Մեր վշտի օրն անգամ, մեր սթափության օրն անգամ, սա առաջին հերթին սթափության օր պիտի լինի, մենք էժան թատրոնի ենք վերածում։ Կրկնեմ, խոսքը ջահերով երթի մասին չէ, որի համար ոչ միայն ուրախ եմ, այլ նաև հպարտ եմ, որ այդպիսի բան կա այստեղ։ Եվ այո, հենց պետությունում, բայց ուրախ կլինի, որ այդպիսի երթեր անեին նաև գաղութներում։ Բայց գաղութներում ուժն էլ պատում է Հայաստանի պետության բանը փոկել վրայից, այդ ժապավենը փոկել վրայից, ողբերգություն է։ Այդ պատճառով մենք կորցրեցինք առաջին հանրապետությունը մեր ոչ ողջախոհ լինելու համար պատճառով եւ այլապես այսօր մենք կարող էինք լինել մեր զբաղթյան երկրների տիպի մի երկիր կամ Ֆինլանդիայի նման մի երկիր, եթե մենք ողջախոհ լինեինք, այսօր էլ շատ դռներ են բացվել, բայց հիմա անդիմությունն ասում է, որ ամեն ինչ ողբերգական է լինելու, ամեն ինչ սև է, շատ վատ է, իշխանությունն էլ ճիշտ պարոն Քոչարյանի ասածն է անում, Ռոբերտ Քոչարյանի ասածը ժամանակին, երբ որ ասում էր շունը հաչի, քարավանը գնա։ Նրանք էլ կարծում են, մենք էլ շներն ենք, կհաչենք, եթե անգամ ցավից ոռնոց է դա, միևնույն է, իրենք իրենց, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում Նորից Թումանյանին ցիտեմ, ամեն մեկն իր էշն է քշում, եւ հիմա իրենց էշն են քշում։ Ես վատ բառ չօգտագործեցի, դա Հովհաննես Թումանյանի արտահայտությունն է։ Շատ լավ, մենք ապրիլի 24-ի առիթով սպասում ենք տարբեր միշտ պետությունների, տարբեր դերակատարների արձագանքների եւ այլն, հա, ու ինչ որ բան ենք ուզում, չափ ենք դրանով, ինչ որ բավարարվածություն զգալ, ինչ որ մեր ցավի ճանաչում տեսնել գուցե, հա, եզրույթների, բառերի որակավորումների ընտրության մեջ եւ այլն։ Միացյալ Նահանգների նախագահը իր ուղերձում չնշեց ցեղասպանություն բառը, խոսեց հազար մի բանի մասին, առանց այդ եզրույթը հիշատակելու, խոսեց Հայաստանի հետ նաեւ ռազմավարական գործընկերությունը շարունակելու պատրաստականության մասին եւ այլն, եւ հիմա էլի այդպես ակտիվ քննարկվում է, թե ինչու է ցեղասպանություն բառը նա չարտաբարեց եւ այլն։ Փորձենք հասկանալ նախ ինչ է դա տալիս մեզ, էլի 2021 թվականին պատերազմից ընդամենը շատ կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը որակեց այն որպես հայոց ցեղասպանություն, հա, եւ դրանից հետո տեղի ունեցավ ցեղասպանության էլեմենտներին բնորոշ գործողություն, Արցախի էթնիկ զտում բռնի տեղահանման գործողությունը, հա, ուզում հասկանալ ինչ է տալիս դա մեզ, մենք ինչ ենք ուզում ի վերջո այս օրակարգի արդյունքում ստանալ, հա, չէ որ ենթադրաբար խորհրդանշական որպես հենց ապրիլի 24-ը, ապրիլի 24-ից մինչև մյուս ապրիլի 24, մենք ինչ որ հետևություն եզրահանգում անում ենք, ինչ որ սպասելիքի, ակնկալիքի կամ աշխատանքի վերափոխում իրականացնում ենք, թե մենք չգիտենք ինչ ենք ուզում, դրա համար էլ ամեն ապրիլի 24-ին մենք սպասում ենք, ով կասի ցեղասպանություն չի ասի, այդ օրը մենք այդպես մեզ բավարարված կզգանք, կնստենք ու հաջորդ օրը կանցնենք մեր գործերով, մինչև մյուս տարի։
Այո, այդ թարախապալները շատ ավելի խորն են, դուք շատ ճիշտ բնորոշեցիք։ Իրոք, գլխավոր խնդիրը հետևյալն է, վերջապես մենք ինչ ենք ուզում։ Լավ, ինչ ենք ուզում։ Ուզում ենք անկախ պետություն, թե չենք ուզում։ Անկախ պետություն ուզում ենք ուղղակի հենց նենց դարձյալ բավարարվելու համար, թե անկախ պետությունը մեզ համար նպատակ եւ միջոց է միաժամանակ, ինչպես Հիսուսի համար էր ասվում, որդի եւ Տեր Դավթի, համ որդին, համ Տերը։ Խնդիրը դա է, վերջապես մենք ինչ ենք ուզում։ Իրոք, եթե պարոն Սերժ Սարգսյանի ասացի նման ծիծակն է մեր բրենդը լինելու, այդ ծիծակն Արարատյան դաշտում ազգությամբ վրացին էլ կարող է արտադրել, ղազախն էլ, թուրքն էլ, ֆրանսիացին էլ, մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք պետություն, որտեղ ռուսերեն ենք ստորագրում, Չեռնառուսիա ենք մենք ուզում, այդ դեպքում ամենամեծ Ռուսաստան կա։ Կա էլի, մենք երկրորդ Ռուսաստանին չենք սարքում։ Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի սահմանի վրա կապված շան, սահմանապահ շան դեր ստանձնել հակաթուրքական զսպումների համար, այդ դեպքում վիրավորական չէ, մենք ինքներս օրակարգ չունենք եւ օտարի օրակարգ պիտի սպասարկենք, ինչպես քիչ առաջ ասացի, 110 տարի անցել է, մենք դեռ սպասարկում ենք Թալյաթի օրակարգը, որպեսզի հայերեն խոսող մարդիկ չլինեն հայկական բարձրավանդակում։ Եթե մի քիչ ըմբռնումով կարելի է մոտենալ համայնքներում այդ սպասումին, մեր գաղթօջախներում այդ սպասումին Միացյալ Նահանգների ըստ էության աշխարհի ամենամեծ գերտերության ղեկավարի արտաբերած բառերին, մենք մեկ level գոնե ավելի պետական պիտի լինենք, պետական ազգի նմուշօրինակը պիտի լինենք մեր գաղթօջախների համար, եւ դա մեզ համար առանձնակի արժեք չպիտի լիներ, նա ցեղասպանություն կասի, թե չէ, լավ ասենք, թե ասած, որ ինչ, դուք օրինակն էլ շատ լավ բերեցիք, որ դրանից հետո ինչ արտաբերեց ու դրանից մի քիչ հետո հայաթափումը տեղի ունեցավ, հայրենազրկումը տեղի ունեցավ Արցախի։ Հիմա որ Արցախը արևմտյան Հայաստանից 100-պատիկ ավելի փոքր տարածք էր, գենոցիդն էլ ոնց է լինում, պարտադիր պիտի տանեին Չանգրի ձորում գլուխները ջարդեին հայ մտավորականների Արցախի, որ ասեին գենոցիդ է։ Այո, հայաթափումը դարձյալ գենոցիդ էր, տարժերը կային դրա, գոնե հստակ երևացող տարժերը։ Դրա համար մենք ինքներս պիտի մեզ հարցնանք, մենք ինչ ենք ուզում։ Մենք որ փիլիսոփայության կրողն ենք, դարձյալ մեծերին ցիտեմ, հա, պարոն Քոչարյանի, մենք գենետիկորեն անհամատեղելի ենք միևնույն տարածքում ապրելու, թե ոչ։ Հիմա մենք ինչ ենք ուզում, արդյոք մեր հերոսներից չէ այդ շրջանի, ասենք, Ռուբեն Դարփինյանը, կամ հերոսներից չէ Խաչատուր Կարճիկյանը, որոնք գտնում էին, եւ ինձ համար գոնե ամենալուսավոր կերպարն այդ շրջանի Արամ Մանուկյանը, որոնք գտնում էին, որ Հայաստանը եթե ապրել է ուզում, ապա պետք է իր հարևանների հետ կարողանա լեզու գտնել։ Գիտեք, Սփյուռքում հանգիստ կարելի է նստած տաքուկ անկյուններում ասել պետք է գնանք, պահանջենք եւ գրավենք, ասենք, Կարսը, մորական կողմից Կարսեցի եմ, գնանք գրավենք, ով է գրավելու, քանի սփյուռքահայ է մասնակցելու այդ գրավմանը, ինչն է խանգարում այսօր, որ իրենց պապերի տներում չեն գնում ապրելու, Մուշում, չգիտեմ, Սասունում, Ադրբեջանում խանգարում է, մեր Հադրութին կամ մեր Մարտակերտին այսօր չի կարող գնալ, բայց կարծում եմ, թե Թուրքիայում եթե իրոք ուզում են, եթե իրոք դա պարզապես մեխանիկական կրկնություն չի դարձել 100 տարվա ընթացքում, որ մենք ուզում ենք վերադառնալ, վերադարձեք, ով է խանգարում։ Մեր տարածքներում հիմա քրդերն են ապրում, ընդ որում դրանց արյան 90%-ից ավելին հայկական է։ Այսինքն մենք գլոբալ իրոք կարևորագույն խորքային խնդիրները թողած, մենք մեզ շրիշակի մակարդակի ենք իջեցնում եւ ցավալի է, որ հենց հիմա մենք ստիպված ենք այս ամենապարզունակ բաները քննարկել։ Մենք պետական ազգին վայել չենք պահում մեզ այստեղ։ Դուք ինձ համար ամենասիրելի կերպարի անունը տվեցիք նաև ձեր նախորդ հարցադրման մեջ, այսօր քայլող կենթանի հերոսը ինձ համար, Տիգրան Մանսուրյան, թույլ կտակ ես մի երկու միտք շահկապեմ։ Գիտեք, մերոնք շատ էլ լավ կարճամետրաժ ֆիլմ էին ժամանակին նկարել, Ձախորդ Փանոսը։
Ձախորդ փանոսին վտարեցին անտառ, չէ՞ վերջում սատանայի տեղ դրեցին, վտարեցին անտառ ու ասում է գնաց կորավ խեղճ փանոսը։ Ինչու ձախորդ Թումանյանն ասում է, որ բախտ բան, հա, բարի մարդ էր, բայց չար բախտ ուներ, էլի, ինչու 3 սեփականություն ուներ, 3-ն էլ կորցրեց՝ Միլուց Եզը, Սայլը եւ Կացինը, որովհետեւ Սայլը տարել կանգնեցրել էր ծառի տակ, պիտի այդպես կտրեր, այսինքն իրեն Պյութագորասի տեղն էր դրել, սովորական փայտը ատես գնա փայտը կտրիր, եթե դու երկրաչափական այդ հաշվարկներն անելու մասնագետը չես, մի փորձիր անել եւ կկորցնես եւ այդ ծառի տակ կճզմվեն քո եզները, քո սայլը կոչնչանա։ Եթե դու որսորդը չես, իսկ իրական որսորդը կացնով երբեք չի շպրտի, կացինը երբեք չի շպրտի բադ որսալու համար։ Եվ կկորցնես դա ավելին, ինչպես ավետարանում է ասված։ Կկորցնեք նաեւ այն, ինչ կարծել եք թե ունեք։ Տկլոր մնաց, ուղղակի մերկ մնաց, մերկ շպրտվեց ինքը անտառ։ Այ հիմա մենք այդ վիճակում ենք եւ դա ամենևին բախտի բան չէ, որովհետեւ մենք բոլորս փորձում ենք զբաղվել մի բանով, որ մերը չէ։ Հիմա Տիգրան Մանսուրյանն ասում է ես իմ գործով եմ զբաղված եւ իմ գործով եմ պայքարում ցեղասպանության հետևանքների դեմ, հայ եմ պահում Հայաստանում։ Ես իքս եմ մեր մտավորականներին մեղադրում եմ, բայց ոչ թե նրա համար, որ նրանք պիտի վեր կենան սուրճ օջեն, այդ դեպքում մենակ քաղաքական կուսակցությունների անդամներ կդառնային, էլի, կամ էլ եթե դառնան շատ էլ լավ կանեն։ Ոչ, մեղադրում եմ, որ իրենք իրենց կոչումը չեն անում, իրենց գործով, իրենց զբաղեցրած տեղում չեն, ինչպես որ հրաշք մի տղա Սևակը Մնացականյան, որ զոհվեց, հրաշք տղա էր ուսուցիչ եւ հայրենիքի գաղափարները տարածող 44 սոդիայում զոհվեց ինքը։ Ասում է ես այստեղ եմ հասել, այս սահմանի եզրին եմ հասել, որովհետև դիվանագետը, արվեստագետը, երգիչը բոլորը ոչ մեկն իր գործով ուսուցիչը իրենց գործերը չեն արել, փորձել են զբաղվել ուրիշ բանով կարող է զբաղվել սովորական ռանչպար մարդը, որը աշխատանքից հետո եկել է գնացել է բաժակ գարեջուրը խմել կոմայքում հավաքված զրուցում են կամ էլ իրենց շենքերի զրուցարաններում, որ մի քիչ Անդրանիկից կխոսեն, մի քիչ Ջենիֆեր Լոպեսից կխոսեն, հա, այսպես է իրենք կարող են իրենց թույլ տալ։ Բայց մտքի մարդիկ, իսկ թվում է թե լրագրողները պիտի որ մտքի մարդիկ լինեն եւ ոչ թե միայն ոտքեր, հա, ինչպես Լենինն էր Նիկոլայ II-ի համար ասում, հա, ոտքից գլուխ գեղեցիկ երիտասարդ գլխից ոտ կատարյալ անասուն։ Այդպիսին է մեր ամբողջ այն զանգվածը, որը պարտավոր է մտքի գործ անել։ Եվ հիմա չենք հասկանում, որ այդ եզակիներից մեկը, ով ինքն իր գործով է զբաղված, ով իրոք պետականաշինությամբ է զբաղված, ով զբաղված է այն բանով, որպեսզի դրանց նմանները, իրենց խմբագիրների, չգիտեմ, լրագրողների նմանները չգնան այդ թուրքական կլկլոցի տակ, տեսակ այդ ինչ նախիր էր խոսում, եւ այդ նախիրը մեղավոր չէր։ Մեղավորը հենց ինձ նմաններն են, հենց լրագրողներն են, որոնք փոխանակ վրա տան նրան ով իր գործով չի զբաղված, երաժիշտ չէ, բայց թուրքական աղբ է բերում Հայաստան, վրա են տալիս նրան, ով մեզ ակունքների է վերադարձնում, բա ինչ աներ Կոմիտասը, պիտի խելագարվեր, բա ինչ պիտի աներ։ Հիմա մենք իրական մտածող մարդիկ Հայաստանում երևի խելագարության շեմին են։ Մենք շատ վտանգավոր անդունդ եզրի ենք ասել, ուղղակի չենք արտանին սեփական ստամոքսի մասին մտածելով մենք չենք զգում պարզապես թե ինչ վիճակում ենք։ Ճիշտ են Գուրգեն Մահարու այդվող այգեստանների մեջ են, որ Եղեռնի նախորյակն է ինչով են զբաղված մեծահարուստները։ Ինչով են զբաղված։ Այդ վիճակն է եւ վերջում տանուլ տվեցին ամեն ինչ։ Եվ հիմա մենք էլ ենք տանուլ տալու։ Մենք այդ վատ եւ չար ծառայի նման ենք, որ դուրս ենք նետվելու եւ լինելու լաց ու կրճտումն ատաման, եթե հանկարծ հիմա չստափվենք։ Իսկ մեր ժողովուրդն այնքան լավ խմոր է։ Եթե 10 հոգի անգամ Տիգրան Մանսուրյանի կերպարով գտնվեն, որոնք ընդամենը այդ մի քանի նախադասությունը կասեն, որ ես անում եմ հենց իմ գործը, այնինչ ինձանից դուք կարող եք պահանջել, երևի մեր ժողովուրդը, որ հաստատ իր էլիտայից մի քանի գլուխ բարձր է, թեև ուղիղ հակառակը պիտի լիներ, մեր ժողովուրդը շատ ընկալունակ է, դա կհասկանա, եւ այլևս այդ թուրքական կլկլոցների տակ չի բան, մենք մեզ ենք կորցրել, մենք
ուրիշն ենք, գիտեք, ասեք դուք ինձ չքնաղ անուն ունել, Ժիրայր։ Մեր Հրանտ Մաթևոսյանը մի շատ լավ գործ ունի, Օտարը, ասում են, որ երեխեն ծնվում մեռներ, երևի կինը ռեզուս բացասական է եղել, հա, ասում են, որպեսի երեխա ապրի, պատկերացնում եք, երկրորդ համաշխարհային ծառայիչ հայ գյուղ, որտեղ մեքենա չկա, ոչինչ չկա, խուլ վիճակ, խորհուրդ են տալիս գյուղի իմաստուններն, ասում են, հայի հոգու հետևից են գալիս այդ չար ոգիներ, որպեսի շփոթեցնենք, իսկ դա բոլոր ժողովուրդների մոտ կա, դա, որպեսի շփոթեցնենք, արի Թուրքի անուն դնենք եւ երեխան կապրի, եւ դնում են անունը իրենց կարծիքով Թուրքի անուն, Արտավազդ։ Եվ երեխան ապրում է։ Մենք այնքան ենք մեզնից օտարվել, որ մերն օտար ենք համարում եւ օտարինն է, որ կարծում ենք թե մերն է։ Հələ բացեք մի հատ այդ ազգային ժողովի պատգամավորների ազգանունները նայեք, ձեր բախտը բերեց համանունն է, հրաշալի համազգանունը, նայեք դրանց հայրանունները և որևէ մեկը քաջություն չունի, այ քաջը Հովհաննես Քաջազնունին էր, մեր առաջին հանրապետության առաջին վարչապետը, որ Իգիթ Խանյանն էր գնաց Քաջազնունի դարձավ, քաջը Սիմոն Վրացյանն էր, որ Գրուզինյանն էր գնաց փոխեց եւ դարձավ Վրացյան, մի հատ այդպիսի տղամարդ ունենք մեր իշխանության մեջ, որ շարժում սկսի, թող դա ամեն դրան կհետևի մեր ժողովուրդը, հայհոյում է վարչապետը, մուրճը ձեռքը, ժողովուրդն էլ մուրճն առած ինքն էլ է սկսում հայհոյել, ժողովուրդը անօրինակող սուբստանց է, պետք է ժողովրդից ավելին պահանջել, իսկ ժողովրդից մի չպահանջվածն է ինքը արել, ով ասաց, որ ինքը հրապարակում չհայտնվեց, վերջին 30 տարում ինչ անդիմություն վերեկացել, հրապարակ մարդիկ հետևից գնացել են, ձեռքի մեջ ձվածեղ արեցին, նվիրեցին քաղաքական էլիտային, մարտի 1-ին իրենց զավակներին տվեցին, քառօրյային իրենց զավակներին տվեցին, իրենց զավակներին 44 օրյային տվեցին, էլ ինչ անի մեր ժողովուրդը։ Այդ տեսնում է ամպեր մնացած հոտը, էլի Հրանտ Մաթևոսյանին հիշեմ, սպիտակ թաշկինակը ինչ որ մեկը թափահարում է եւ մարզամերկային համալիր են գնում։ Այդ դուք ձեր դրոշը թափահարեք եւ ոչ թե չոբանը սպիտակ թաշկինակ թափահարի։ Ինչ վերաբերում է ցեղասպանությանը եւ իհարկե Արցախում տեղի ունեցածը, ես շատ հաճախ դժվար լինում հարմար բառեր ընտրել, բայց այս ամենի խորքային ողբերգությունը, դաժանությունը, գուցե շատ մեծ վախը, գուցե անդառնալիությունը եւ այլն, իհարկե մարդկային կյանքեր դրանք անգնահատելի են, հա։ Հայրենիքին է, հենց բուն կորուստն է։ Մեր հայրենիքի կորուստը, թե ցեղասպանության դեպքում, թե Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ու հիմա մենք չենք կարողանում մեր քննարկումներում, մեր մտածումներում շրջանցել միտքը Հայաստանի Հանրապետության հնարավոր կորստի մասին, հա։ Ուզում ասեմ, բայց դա միևնույն է մեզ այդ սթափեցնող գործոնը չէ։ Էլի չի սթափեցնում մեզ։ Դուք հիշատակեցիք Քոչարյանին գենետիկ համատեղության տրամաբանության մեջ։ Նախ պետք է հասկանալ ինչու է առհասարակ առաջանում նման միտք, նման հարցադրում։ Որովհետև ռուսական հատուկ ծառայությունները 200 տարի անընդմեջ դա սրսկել են, մեզ սրսկել են, որ թուրքը մեր թշնամին է, բայց որևէ պատմաբան դեռ չեմ տեսել, որ վեր կենա հստակ դնի իրար կողքի, ասի, որ պահից է եղել, որ ազգային հողի վրա հայերի եւ թուրքերի բախումներն եղել եւ թուրքերը հայերին ոչնչացրել են ազգային հողի վրա, միայն այն բանի համար, որ հայ են։ Միայն այն բանից հետո, երբ մենք գլխապատառ եւ գլխովին նետվեցինք դեպի Ռուսաստան, փորձեցինք ծառայել ռուսներին, տղա բերել մեզ վրա, 6-7-800 տարի նման բան չէր եղել։ Նույնը չէր եղել նաեւ այս կովկասյան թաթարների հետ, մինչեւ 1905 թվականին ռուսական հատուկ ծառայությունները չբորբոքեցին հայ-թաթարական ընդհարումները, կորուստ ովքեր տվեցին հայերը եւ կովկասյան թաթարները։ Այստեղի ժողովուրդները կորուստ տվեցին, այս պատերազմներն ում են հոշոտում, Ադրբեջանը թող շատ ոգևորվի եւ մենք էլ շատ չընկճվենք։ Վաղն էլ մեզ են քսի տալու նրանց վրա
Եվ մենք ենք նրանց ոչնչացնելու, ես մինչև երբ պիտի գնա այս թափանիվը։ Այն դեպքում, երբ որ իրար ոչնչացրած եվրոպական ժողովուրդներ այսօր հրաշալի եղբայրություն են անում։ Ես հիշում եմ մանուկ էի մի օր Բրեժնևն ով էր ընդունել էր Գերմանիայի ներկայացուցչին, մայրս եւ մեր հարևանուհին լուսահոգի իրար հետ էին նստած, ասեց այ հիմա կարող է հանկարծ այս մարդու հերնա քո հորը սպանել պատերազմի ժամանակ։ Նրանք գրկախառնվում էին։ Մենք բացարձակապես գրկախառնվել պետք չէ, բայց նաեւ գլխատվել պետք չէ։ Եվ դա ամենևին վախից չէ։ Վախից չէ, բայց հիմարություն կլինի գլուխն ուղակի տանել, երախը բացած առուծի երախը մտցնել։ Ինչպես օրինակ հիմա նույն բանը ես տեսնում եմ այս հակառուսության բանը։ Ռուսաստանը վիրավոր բան պարտություն է կրել Ռուսաստան, ուզում է գնա Կիևի մատույցներ միջև ասնի։ Ռուսաստանի այդ հաղթանակը Պիրոսյան հաղթանակ է, ինքը քաղաքակրթական պարտություն է կրել։ Եվ ուկրաինացիք էլ մասամբ պարտվել են, քանի որ սրանից մի շահ կարող էին ունենալ, եթե ուկրաինական եկեղեցին կարողանային անջատել ռուսականից եւ ավտոկեֆալ ինքնավար այդ օրթոդոքս հունական եկեղեցիների համախմբման մեջ ինքնուրույն ձայն ունենալ։ Դա էլ չարեցին եւ հոշոտեցին իրենց երկիրը։ Այնպես որ Ռուսաստանը հիմա վիրավոր գազան է։ Եթե սա այստեղ նստած Երևանում հասկանում եմ, ռուսներն ավելի ռուս մտավորական մարդիկ կան, որոնք հասկանում են, գրում են, խոսում են, անընդհատ ասում են, որ այսուր է գնում Ռուսաստանը կործանվում է։ Հիմա եթե հասկանում են, եթե զգում են իրենց օրհասականությունը, վիրավոր են իրենց հոգին վիրավոր է, իսկ վիրավոր գազանը կրկնեմ, բազմապատիկ ավելի վտանգավոր է, քան առողջ եւ կուշտ գազանը։ Հիմա մենք Ռուսաստանի դեմ ենք, Թուրքիան հիմա իրեն կորցնում է մերձավոր արևելքում։ Տեսնում եք, հեղափոխություն արեց, հեղաշրջում արեց, ռուսներին հաղթեց Սիրիայում, ջախջախեց ռուսներին, ռուսները վերցրեցին Ասադին տարան, հա։ Բայց հանկարծ մի քանի օր հետո սարքեցին այնպես, որ այնտեղից զորքերը ստիփաց պիտի բերեր, որպեսզի Ստամբուլում կարողանար կարգ ու կանոն հաստատել։ Այնպես որ մենք չի էլի, որ մենք վախեցած պիտի լինենք, ոչ վախեցած չէ, բայց նաև ստապ պիտի լինենք։ Եվ ոչ թե դրսերում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվողների նման հոխորտանք։ Իրենք իրավունք ունեն հոխորտալու։ Եթե դա իրենց հայ է պահում, մեր խնդիրն է, որ իրենք այնտեղ հայ մնան։ Եթե դա իրենց հայ պահում, թող հոխորտան ինչքան ուզում են։ Բայց երբեք չփորձեն իմ երեխայի եւ իմ ճակատագրի եւ իմ պետության ճակատագրի հաշվին ինքնահաստատվել որպես հայրենասերներ, այնքան ծիծաղելի, այնքան զավեշտալի, այնքան նաև ողբերգական է, որ հայրենասիրության բարոմետրը դարձել է թե ով ավելի բարձրաձայն եւ ավելի սուր ու հայրախոսությամբ կկարողանա դիմացինին որակել, առավել եւս թուրքին որակել։ Նույն բանը տեսնում եմ այն մյուս բան, գիտեք, նրանք են ավելի որ պապաներ ներեք կագեբեյշնիկներ էին, էլի, հա։ Այսօր ամենահակառուսական կերպարներն են դարձել, չէ՞ որ մենք Հայաստանում ենք ծնվել, ապրել, անցել ենք որոշակի բաների միջով, մենք գիտենք ում շապիկի տակ ինչ դաջվածք կա։ Հիմա դրանք ամենահայախոսն են դարձել Ռուսաստանի հասցեին։ Դուք տեսել եք, ասենք Շանթ Հարությունյանին, Պաուլ Հայրիկյանին, որ այդ աստիճանի հակառուսական կամ ինձ հակառուսական որևէ բան։ Ոչ, այն ինչը մեր շահից է բխում։ Եթե հանկարծ վաղը Ռուսաստանի հետ դաշնակցությունը անենք տեսական դատողություն Հայաստանի համար օգտակար կլինի, պետք է գնալ եթե Թուրքիայի հետ վաղը մեր դաշինք կնքելը օգտակար կլինի Հայաստանի համար, ուրեմն պետք է գնալ դրան, որովհետև ելակետը մենակ մեկ բան պիտի լինի՝ մեր պետական շահը։ Մենք այդ շահի գիտակցումը եթե չունենք, դա նշանակում է մենք արդեն մահացած ենք, սա տեխնիկական շարժումները, որ անում ենք, գլուխը կտրած հավի նման, որ բաց եք թողնում, այգով մեկ վազում են դեռ որոշ ժամանակ։ Եթե մենք այդ առողջ բնազդը կորցրել ենք, իսկ հիմնական բնազդը դա ինքնապահպանման բնազդն է։ Մենք սա ենք կորցրել, ինքնապահպանման բնազդ չկա, բա գնաց Թուրքի երաժշտություն լսես, թեկուզ հայերեն, փողոցում խոսես ռուսերեն, ստորագրես ռուսերեն, բառերիդ մեջ կամ բարիտ մեջ էլ չէ էլի, նույնիսկ իր երեխու նկարն ա դրել Հայաստանում նույնիսկ կրթական համակարգում դերակատարում ստանձնած բարձր պաշտոնյաներ, ասենք պիտի գրի իմ սիրելի թորնուհին անգլերեն է գրում։ Պատկերացնում եք այնտեղ Թրամփը սպասում է, որ այս գեղցին գրի ու ինքն էլ այնտեղ նայի։
ում համար ես գրում։ Իրենք իրենց բաժին Հայաստանը սպանում են դրանով։ Այսինքն մենք հայասպաններ ենք, եթե սպանում ենք հայոց լեզուն, եթե սպանում ենք հայոց երգը, եթե սպանում ենք համակարգված մտածողությունը, որ եթե ես ուսուցիչ եմ, ապա իմ ուսուցչությունն անեմ եւ ոչ թե գնամ վիրաբուժության բաժանմունքի վիրահատող դառնամ։ Ինչպես դուք նկատեցիք, ելակետը Հայաստանի Հանրապետություն, պետական շահ, սա է, եւ որովհետեւ ի վերջո եթե չկա Հայաստանի Հանրապետություն, եթե չկա այդ պետական շահը, եթե մենք գլխատված ենք, ինչ ցեղասպանություն, ինչ հայրենիքի կորուստ, ինչ ծովից ծով Հայաստան, ինչ մշակույթ, ախր այդտեղ չեն գնալու ապրեն այդ ծովից ծով ասողները, բայց գիտեք, այնքան ցավալի արդեն մի տեսակ թևաթափ եմ լինում։ 2008 թվականին, երբ ես ընդհատակում էի, այդ ժամանակ հրատարակության պատրաստեցի շատ քիչ տպաքանակով տված Լեոյի իմ կարծիքով գլուխգործոցը անցյալից հուշագրությունը, ծանոթագրությունների մեծ համակարգով։ Գիտեք, այնտեղ նախաբանում, այո, ենթավերնագրերի բաժանած նախաբան է գրել եւ այնտեղ գրել է մեկը այսպես էր կոչվում այդ անիծյալ ելակետը։ Վերջապես մենք մեր վարքը, մեր խոսքը, մեր երազները կարգաբերելու ենք արդյոք ամուր ելակետի վրա կանգնած, որն է մեր հենակետը, ինչի վրա ենք կանգնած, այն ինչն է, որը Հայաստան է գոյացնում։ Հայաստան գոյացնում է հայոց լեզուն առաջին հերթին։ Եվ երկրորդ հերթին այն ոտքի տեղը, թեկուզ մեկ ոտքի տեղը, ինչպես Արքիմեդն էր ասում, տվեք ինձ հենակետ եւ ես կշրջեմ երկրագունդը, հա, այդ ոտքի տեղը, որ Աստված կրկնեմ մեզ ընծա է տվել պետականություն, ուրիշները տեսեք 40, 50, 60 միլիոն քուրդ կա, պետություն չեն կարողանում, տրված չէ այդ խեղճ մարդկանց։ Ընդ որում այսօր այնքան քուրդ տղա կա Կալաշնիկով մուսերին գցած սարերում, ինչքան Հայաստանի բնակչությունը չէ։ 50 միլիոն տիբետցի կա, որ բուդդայականության կենտրոն, չգիտեմ, Դալայ Լամա բան, նրանք պետություն չունեն, մենք ունենք, մեզնից բան են հարցնում, մենք մակում կարող ենք քվեարկել, այս ինչ ենք անում։ Մենք ոնց ենք թույլ տալիս, որ ոչ միայն ուրիշները մեզ որպես իրենց առևտրի մեջ մանրադրամ օգտագործեն, այլ ինքներս ենք մեզ մանրադրամ օգտագործում, երբ որ մեր ամենաբարձր, ամենացավոտ, ամենազգայուն արժեքը ցեղասպանությունը մենք ինքներս ենք մանրադրամի վերածում, զավեշտի ենք վերածում։ Մենք դարձել ենք, ել եմ ասում, կառավարությունն առանձին պիտի գնա, այս ինչն առանձին գնա, այն ինչն առանձին գնա։ Բեյրութն է 1970-80-ական թվականներին։ Ոնց կարելի է փոխանակ Բեյրութին սարքեինք պետականության կցորդ, մենք ենք համայնքային ազգ դառնում, կարգաբանական նվազում է, դա կոչվում է մեկ բառով դեգրադացիա։ Չի կարելի այսպիսի բանի գնալ, ովքեր են մեղավոր, ես եւ դուք, որովհետեւ մենք ունենք խոսափողեր։ Ես իմ լսարանում ունեմ, թե ինչպես իրենց հայերենը կամ ինչպես իրենց գրականությունը կսովորեցնեմ եւ դուք ինչ արժեքներ կքարոզեք եւ ոչ թե կգնաք Տիգրան Մանսուրյանին հարցնեք, թե ինչու գույրաղից չես գնում վիրահատելու կամ գլանները չես անում ինչ որ մեկի։ Ցոք, շնորհակալություն զրուցել։ Ձեր շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջին հետ։